Իրակաշային ճանաչի հին Երևան պրոյեկտը շատ ծանր է բնակիչների համար ամեն ինչը։ Ես 97 թվին նոր տուն եմ կառուցել, վերադարձել եմ, վերջացել եմ տունս, շինթույլտվություն եմ ստացել 2 տարի առաջ, գազ եմ քաշել, ամեն ինչը փոխել են, հիմա եկի ասում են դուրս արի, նոր կառուցած տուն է, շատ ցավալի է, 5 անգամից 10 անգամ շուկայականից ցածր են գնահատում, իմ տունը համեմատել են կինո հայրենիքի տների հետ, անշարժ գույքի 3 կանոնը որն է առաջի սաղ աշխարհով, առաջինը տեղը, երկրորդը տեղը, երրորդը տեղը, նոր մնացածը գինը, վիճակը, հիմա Հանրապետության հրապարակից մի քանի մետր հեռու, նրանք գնահատում են կինո հայրենիքի հին տների հետ կամ չեն գնահատում, ինձ էլ ուզում են ուժով տնից հանեն, գան այդտեղ բիզնես դնեն, ասեմ, մենք չենք կարող բիզնես դնել, այդտեղ ենք ծնվել, մեծացել, մեր դպրոցն է, մանկապարտեզն է, պոլիկլինիկան է, այդտեղի բնակիչ եմ, այդտեղ ես ուրիշտեղ չեմ կարող ապրեմ, հաշվի չեն առնում ոչ ոք։ Այսինքն, եթե ձեզ առաջարկեն այն գինը, որը Ինձ գինը չի հետաքրում, ընդհանրապես գինը չի հետաքրում, դադարանում եմ ասել, որ ինձ գինը չի հետաքրում, դա որը նշել է գնի հետ չի վիճում, գինը չի հետաքրում, մնա իմ տունը, մեծ նոր սարքած տուն է, լրիվ սանիտարական նորմաներին համապատասխան տուն է, ուզում են անպայման զորով տունը զրկեն, ինձի չի ստացվի, Ավինյան, ցեզի ասում ենք, արա, ռադդ քաշի գնա, այդ կարանք ասենք, թող ճիշտ կան մարդկանց հետ հարցերը լուծեն, ով ուզում է, թող վճարեն, կառուցեն, Լևոն Վարդանյանը տուն է նկարել, եկեք նայեք, Բուզանդի 12, 5 տեսակի մատերիալ է օգտագործել, բազալտ, կիրպիչ, տուֆ, շուշա, հետո տրավերձին, 5 տեսակի մի շենքի վրա 5 ամեն հարգը մի բան, Էդի եղավ հին Երևան, կամ երկաթի կամար են սարքել, դա հին Երևան է, մտեք նայեք, եթե շնորհքով է, թող մնա հին Երևան է։ Խնդրում ենք մի հատ ուշադիր նայեն այս հարցին եւ մարդկանց նորմալ մոտիկանան։ Ասացիք գումարը չէ, թե ձեր պահանջը։ Իմ պահանջը, որ ես ինձ գումարը չի հետաքրում։ Մենակ այսինքն Իհարկե, մնամ իմ տեղում, թազա նոր տուն է, լրիվ վերանորոգած, որը գնահատել են կինո հայրենիքի հետ։ Ես թուղթը չեմ նայել դրանց եմ տվել, շատ չնչին գումարներ ա եղել, ինձ չի դա։ Ես գիտեմ որ շոկայականից 5-ից 10 անգամ էժան են գնահատում։ Ես խի պետք է իրանց հետ համաձայնվեմ։ Ամեն ինչ էլ ունեմ, տներ էլ ունեմ, ոչ էլ իրանց տան կարիքն ունեմ։ այսինքն այս բանի դատական է։ Տունը քանդել։ Առաջի ացյանում կրվել ենք, մեր դադավորը ուսումնասիրողը հեսա կհիշեմ, իրավե քրեական գործ են հարուցել $10,000 վիզատկայի համար։ Այդ դատավորը ինչ իրավունք ունի իմ տան գործը վարի, եթե ինքը քրեական գործով գնում է արդեն։ Ուզում եմ ասեմ շատ խայտարակ վիճակ է, այս մարդիկ մեղք են, քաղաքի կենտրոնի բնակիչի բանի տեղ չեն դնում։ Մեքենան են խազում, գնդակ են գցում, ջրեղեղ են անում, ամեն ինչ անում են, ամեն ինչով անցնել, տունս գողացել են, քրեական գործ կա։ Ես դուրս եմ եղել, տունը թասակ, չեմ հասկանում, ուզում եմ որ զզվել թողում հետամ չեմ եթալու։ Կարակ դե եկեք ստացեք։ Այս խնդիրը 2008 թվականից է։ 2008 թվականից ճանաչել են գերակաշա, այս մարդկանց սարքել են, կեսը դուրս են գնացել երկրից, կեսը մահացել են, Գլենդել Հիլզի ժամանակ Բուզանդի 9 հասցեում բնակիչը չէր համաձայնվում, 100 քանի մետրանոց տուն ուներ, ասում էր գոնե 2 սենյականոց տուն տվեք, չէին տալ, ասում են մի սենյակ ենք ցեզի տալու։ Տնից դուրս գա հաց առնի, տալիս է աստիճանները քանդեցին, այդ կնիկնի ֆակտ խփեց մեռավ։ 2 զոհ ենք ունեցել Բուզանդի փողոցի։ Մենք դա չեն նայում ոչ բանի։ Կինը դասիրակված բարձրակույն ավարտած կին մահացավ տեղում։ Ես տանդեմ եմ, խնդրում եմ ուշադիր նայեն այդ հարցերին։ Կամաց մեզի ճնշում են, մի օր կարմիր գիծ են քաշում, մի օր դեղին գիծ են քաշում, մի օր մեքենաներն են խազում, մի օր ամեն օր տուգանում են։ Ինձի միշտ տուգանում են դրանից դեմը չեմ մուտքս փակելու համար, որովհետեւ մի բան դնում եմ, որ մտնեմ իմ հայատ, մեքենայով գալիս եմ չեմ կարող մտնեմ իմ հայատ։ Խայտարակ վիճակ է, խնդրում եմ, եթե կարաք օգնեք։ Շնորհակալություն։ Դե ինչ ակնկալի, ամեն տեղ դիմում ենք, հերթով եթում ենք, տենանք ով կարա մեզի օգնի, մեր ձայնը հասանելի լինի։